Հուլիսի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայությունների և ստորաբաժանումների օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները։ Նիստը վարում էր ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի պետ ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը։ Նշվեց, որ չնայած Հայաստանի Հանրապետության համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված աշխատանքային ծանրաբեռնվածությանը 2013 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, հանրապետությունում վերահսկել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգուկանոն։ Ոստիկանության համակարգում շարունակվող գործընթացները միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելավոճի բացառմանը։ Հիմնականում վերենշված գործընթացներով է պայմանավորված 2013 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճը 12.2%-ով կամ 924 դեպքով։ Հաշվետու ժամանակահատվածում նվազել են սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և խուլիգանության դեպքերը։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման հետ մեկտեղ ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2013 թվականի 6 ամիսների ընթացքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 517 միավոր հրազեն։ Ըստ առանձին հանցատեսակների 2013 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետությամբ բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով, սպանություններով, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում ծանր, բռնաբարության և բռնաբարության փորձի, խարդախության և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերով։ Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 23 դեպքով կամ 28%-ով։ Հաշվետու կիսամյակում հետևողականորեն շարունակվել է ոստիկանության ինքնամաքրման գործընթացը։ Ընդհանուր առմամբ կարգապահական տույժի են ենթարկվել 339 ծառայողներ, որոնցից 202-ը ստացել են նկատողություն, 114-ը խիստ նկատողություն, 14-ն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից եւ այլն։ Ելույթներով հանդես եկան ոստիկանության մարզային ստորաբաժանումների ամփոփիչ խորհրդակցություններին մասնակցած կոլեգիայի անդամները, ներկայացնելով իրենց դիտարկումներն ու նկատառումները։ Քննարկումն ամփոփեց եւ ոստիկանության աշխատանքում առկա թերություններին ու բացթողումներին անդրադարձավ ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ հետախուզական գործունեության կիսամյակային արդյունքներին, առկա խնդիրներին եւ ընդգծեց ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի դերն ու պատասխանատվությունը համակարգի բարեփոխումներն անշրջելի դարձնելու գործում։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն ծառայել են։ Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր իրենց գործունեության մեջ թեկուզ եւ մանր, բայց այնուամենայնիվ առաջընթաց կա։ Ես վերջին անգամ հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ ժամանակավորը այս պահանջները, որ ինչ-որ ժամանակ հետո մոռացություն կլինի կամ աշխատանքային ռիթմը կլինի, չի լինելու այդպես տղերք։ Մենք էլ ավելի շատ ենք աշխատելու, էլ ավելի դժվար պայմաններում ենք աշխատելու, որովհետև մենք դատապարտված ենք այդ ռեժիմով աշխատելու, մինչև դեռ մենք յուրաքանչյուրս չենք փոխվել եւ չենք կարողանում մեզ վստահված անձնակազմին ներարկել այն, ինչ մենք այսօր ստանում ենք։ Ես խնդրում, առաջարկում եւ հրամայում եմ ձեզ, աշխատեք ձեր անձնակազմի հետ։ Մի արեք ոչինչ ձևական։ Ձևականությունը վերում է անտարբերության։ Մի վարվեք ոստիկանության հետ, մեր ուսանողների, մեր համազգեստի հետ սպառողական մտածելակերպով, այլ ամրացրեք, ուժեղացրեք եւ հասարակության կողմից վստահություն ձեռք բերելու լավագույն ճանապարհը պատշաճ կատարել այն, ինչ որ ասվում է։ Սա process է, որին ես գնալու եմ։ Ես շատ թանկ եմ վճարում այսօր սկզբունքայնության համար։
բայց նորից եմ ասում, իմ նպատակը այստեղ է համակարգում շատ ավելի մեծ է, ամենալավ գնահատականը լավ աշխատանքն է, ցանկացած լավ աշխատողի համար ես խոնարհ եմ, ծառա եմ եւ ծառայելու եմ իր համար, ցանկացած վատի ես անելու եմ այն, ինչ իրանք անում են ինձ վստահված համակարգի հետ։ Վերջապես հասկացեք տղեկ, հետադարձ ճանապարհը չկա, այլևս դատապարտված ենք միայն զարգանալու, միայն մաքրվելու եւ ճիշտ ու ճշմարիտ աշխատանք անելու։ Այս տարին վճռորոշ տարի է։ Մենք բոլորս միասին փորձել ենք այնպես անենք, որպեսզի ռեալ օպերատիվ իրավիճակին, ռեալ մեր հնարավորություններին տիրապետենք եւ սա լինելու է այն հենակետային տարին, որի վրա մենք աշխատելու ենք եւ զարգանալու ենք։ Ամփոփելով կոլեգիայի նիստը, Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին։